Արգելի գործընկերներ, այժմ քննարկում են կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող արտարադատության նախարար Սրփուի Գալյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, այս նախագծերի փաթեթը միտված է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի կատարելագործմանը, գործող կարգավորմամբ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել պատժից, եթե կրել է օրենքով նախատեսված նվազագույն ժամկետը պատժի, դրսևորել է պատշաճ վարքագիծ եւ դատարանը գնահատում է, որ նրա վերասոցիալականացումը հնարավոր է, իսկ նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է։ Միևնույն ժամանակ նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի առնվում նաև պատճառված վնասի հատուցած լինելու հանգամանքը։ Սակայն վնասի հատուցումը չի վկայում անմիջականորեն նոր հանցանքի ռիսկի մասին։ Գործնականում դատարանները հաճախ մերժում են անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը, ի թիվս այլնի տուժողին պատճառված վնասը հատուցած չլինելու պատճառով, ինչը խնդրահարույց է, քանի որ նշված դեպքերում հաշվի չեն առնվում դատապարտյալի աշխատելու եւ եկամուտ ստանալու սահմանափակ հնարավորությունները։ Ուստի նախագծով առաջարկվում է վնասը հատուցած լինելը դիտարկել որպես պատշաճ վարքագիծ եւ բացառել այնպիսի մոտեցումը, երբ դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատումը հիմնվում է բացառապես տուժողին պատճառված վնասը չհատուցելու կամ այլ կերպ չհարթելու հանգամանքի վրա։ Ըստ այդմ նախագծով առաջարկվում է ամրագրել, որ դատապարտյալի վարքագիծը չի կարող ոչ պատշաճ գնահատվել միայն տուժողին պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հիմքով, այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելու մասին որոշում դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն։ Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում խուսափում է տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականությունը կատարելուց, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է անձին պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելու վերաբերյալ որոշումը։ Նաև անհրաժեշտ եմ համարում նշել, որ դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծվում է վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով, որը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-ից 6 ամիս պարբերականությամբ եւ տալիս է դատապարտյալի վերասոցիալականացման համար անհրաժեշտ աշխատանքների, դրանց գնահատման եւ փոփոխման վերաբերյալ եզրակացություն։ Հարկ է նկատել, որ նախ անհրաժեշտ է կազմել վերասոցիալականացման անհատական ծրագիր, այնուհետև պարբերաբար ստուգել դրանում ներառված աշխատանքների արդյունքները։ Նախագծով առաջարկվում է վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկել ոչ թե 3-ից 6 ամիս պարբերականությամբ, այլ 3-ից 12 ամիս պարբերականությամբ։ Աշխատանքների արդյունքների օբյեկտիվ գնահատման համար նպատակահարմար է սահմանել ավելի երկար ժամկետ, որպեսզի այդ աշխատանքները չկրեն ձևական բնույթ եւ չսահմանափակվեն 6 ամսով, քանի որ կախված անձի կողմից կատարված արարքի բնույթից եւ հանրային վտանգավորության աստիճանից, պատժաչափից, անձնային հատկանիշներից վերասոցիալականացման աշխատանքները կարող են լինել տարբեր։ Եվ որոշ դեպքերում առավելագույնը 6 ամիս ժամանակահատվածը քիչ է օբյեկտիվ գնահատականի հանգելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնահատման նոր համակարգը ենթադրում է դատապարտյալի հետ անմիջական աշխատանք եւ այդ աշխատանքների շարունակական արձանագրում ու գնահատում, եւ բացի այդ դատապարտյալի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, տեղեկությունները, նյութերը, անձնական գործը գտնում են քրեակատարական հիմնարկում, նախագծով առաջարկում է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացման գործընթացի շրջանակում պահանջվող գործողությունները զեկույցի կազմում դատարան ներկայացնելու կամ չներկայացնելու որոշում դատարանում հանդես գալ, վերապահել քրեակատարական հիմնարկին։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։ Հասկանում։ Շնորհակալություն, հարցերի համար գրանցում։ Համեցեք, պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, Տիկին Գալյան, ամբողջովին նախագծի տրամաբանությունն ընդունելով ինձ մոտ հարց է առաջանում, արդյոք դա վերապահելով քրեակատարական հիմնարկին մենք որոշակի
օբյեկտիվության խնդիր չենք ունենում, այն իմաստով, որ հնարավոր է, որ ասենք դատապարտելը որոշակի անձնական հարաբերությունների իմաստով խնդիրներ ունենա քրեակատարական հիմնարկի ղեկավարի հետ, օրինակ թե, եւ այդ իսկ պատճառով օբյեկտիվ է, որ այդ մի կողմով մենք պայմանավորենք, ինչ կարծիք եք, շնորհակալ եմ։ Ես կարծում եմ, որ այսօր գնահատման համակարգը մենք այնպես ենք ձևակերպել, որ սուբյեկտիվիզմի դրսևորման տարեր դժվար է գտնել, խոսքը բալային նոր համակարգի մասին է, որը դիտարկում է անազատության մեջ գտնվող անձի կողմից միջոցառումների տարաբնույթ, միջոցառումների ոչ թե մասնակցությունը եւ դրանց փաստը, այլ պարբերականությունը, այսինքն մենք դիտարկում ենք վարքագիծը եւ հետեւաբար ավելի ճիշտ է, որ հենց քրեակատարական հիմնարկը, որն անմիջականորեն շփվում է դատապարտյալի հետ, հենց ինքը գնահատումն իրականացնի, իսկ մինչ այդ քրեակատարական ծառայության կենտրոնական մարմինն էր ավելի շատ զբաղված այդ հարցերով, այսինքն մարմինը կենտրոնական, որը գուցե այնքան էլ շատ չէր շփվում ամենօրյա ռեժիմով անազատության մեջ գտնվող անձի հետ, հետեւաբար հիմնարկին այս հարցերի լուծումը, այսպես ասած, պատվիրակել է, ես կարծում եմ, որ գործընթացում դրական իմաստով մեծ ազդեցություն է ունենալու եւ նաեւ օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ դեռևս առանց այս օրենսդրական փոփոխության, բայց լավարկված պայմաններում գնահատման համակարգի մենք մեծ տեմպ ենք հաղորդել բաժից պայմանական վաղակետ ազատմանը եւ ներողություն եմ խնդրում թվերը հնչեցնեմ ու ավարտեմ եւ այս տարի արդեն ազատվել է 79 անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ազատվել էր 39, այսինքն պրոգրեսը միանշանակ ակնհայտ է եւ կարծում եմ այս օրենսդրական նախաձեռնությունը միտված է լինելու այդ պրոգրեսի ամրապնդմանը։